Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Շատ տաղանդավոր, շատ լավ երգիչ, շորհրդական երգերի լավագույն կատարող Մարգար Եղիազարյան։ Ողջույն Մարգար Եղիազարյան։ Սիրտաստիր։ Բարև Մարգար ջան, ո՞նց ես։ Շատ լավ, բարև ձեզ Ղազարյան ջան։ Դուք ո՞նց եք։ Շատ լավ, շատ։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես նույնպես շատ ուրախ եմ։ Մարգար, հենց ամենասկզբից ուզում եմ քեզ մի հարց տալ։ Ուրեմն դու երկար ժամանակ մասնակցել ես, աշխատել ես, այսինքն Գոհար համույթում, որը շատ հայտնի էր ամբողջ աշխարհով, մեկ շատ սիրված ու շատ պրոֆեսիոնալ խումբ էր։ Հիմա չկա այդ համույթը։ Շատ սիրված էր, ափսոս էր, որ չկա։ Ի՞նչն է պատճառը։ Ցավոք սրտի 2015 թվին եղավ վերջի համերգը Բեյրութում։ Մանրակրկիտ ստույգ պատճառները չգիտեմ, բայց կարծում եմ Բեյրութի պատերազմի հետ կապված, Բեյրութի հետ խառը իրավիճակի հետ է կապված, որովհետև հովանավորչությունը Բեյրութից էր, հարգարժան Հարութ Խաչատրյանը ինքն էր հովանավորում։ Կարծում եմ այդ պատճառով է Բեյրութի այս խառը իրավիճակների հետ կապված։ Շատ ափսոս էր, գիտես, շատ ափսոս։ Բոլորն էին հաճույքով այդ համույթի ելույթները նայում, շատ լավ թիմ էր ընտրած։ Շատ ընտրված էր հետաքրքիր թիմ, թե երաժիշտները, թե պարային այդ խումբը, թե երգիչները, թե ամեն ինչը տեղն էր։ Շատ լավ խումբ էր ու ափսոս, որ տենց եղավ, բայց հուսանք մի օր նորից Պարոն Խաչատրյանը կարող է որոշի, որ պետքա նորից գործի խումբը։ Ու շատ ճիշտ կան, ինձ թվում է այս հաղորդումից հետո, եթե իհարկե նայի YouTube-ով կամ Netflix-ով, երևի այս հաղորդումից հետո որոշի, որ հարգանքներս, բարևներս։ Լավ, այսօրվա մեր մշակույթը, Մարգար ջան, դու արդեն ճանապարհ անցած, կայացած երգիչ ես, շատ սիրված, ճանաչված։ Այսօրվա մեր մշակույթը ո՞նց ես գնահատում։ Անկեղծ ասած շատ լավ բաներ եմ նկատում, բայց թերի բաներ եմ նկատում։ Մի քիչ կոմերցիան շատ է արվում։ Մարդիկ իրանց տեսակը ոնց որ չեն պահում։ Պետքա տեսակը պահի։ Արտիստի իր տեսակը պետքա պահի։ Կոմերցիան չեմ ասում ճիշտ չի, կոմերցիան պետքա, բայց երբեմն շատ են տրվում կոմերցիայի եւ տուժում է իրական արվեստը։ Այսինքն հանուն այդ այսօրվա պահանջարկի, այո, իրանք կարող են ինչ-որ տեղել իրանց աստիճանից իջնեն, որպեսզի շատ այո, որ մաչելի դառնան։ Որին որ ես կողմնակից չեմ։ Տուժում է իսկական արվեստը այդ դեպքում։ Նպատակը պետքա հարսանիքը չլինի, ես էլ եմ հարսանիքներում երգում ու նորմալ է այդ, բայց այսօր շատերը անունը չտամ, ուզում են ճանաչվեն, ճանաչում ունենան, որ իրենց կանչեն հարսանիք երգելու։ Նպատակը հարսանիք երգելը պետքա չլինի քեֆ ուրախության։ Տուժում է այդտեղ արվեստը։ Իհարկե, դե պետք է ժողովուրդը դե հարետել է բեմ, չէ՞, դա էլ իրովի բեմը չէ, դա պրոֆեսիոնալ, դու պրոֆեսիոնալ երգիչ չի նշանակում գաս ես խալտուր անես, ես բառով ասեմ ու գնաս, դու գաս ես էլի ցուցադրում ես քեզ ու քո լրիվ քո որակով, իհարկե, մարդիկ էլ ընկալում են քեզ այդպես։ Հաշվեք, որ բեմում ելույթ եք ունենում, գազեր ելույթը կատարում գնում եք։ Չէ՞ դե ճիշտ է, ինչ-որտեղ համաձայն եմ քո հետ, տենց բաներ կան։ Հետաքրքիր է, դե ամեն մարդ իր ընտրած գործում դե սիրում է, որ ընտրել է ու այդ իր երազանքն է եղել, որ ընտրել է։ Դու քեզ երջանիկ համարում ես արվեստում, այս քո գործում։ Շատ։ Եթե նորից ընտրելու հնարավորություն լիներ, եթե տարիները հետ տայինք, նորից նույն ճյուղը կընտրեի արվեստը։ Բայց ինչու հենց այս ճանապարհը, ինչու հենց երգը։ Ղազարյան ջան, ճիշտն ասած ինքնաբերաբար է ստացվել, ես չեմ մտածել, որ պետքա ես երգիչ դառնամ։ Փոքրուց մեջս եղել է երգել եմ, ցենց հետո ժողովրդական խմբակում Գուսանական։ Այո, հետո գուսանականում, հետո Գոհարում ճանապարհներ բացվեց, դռներ բացվեց։ Կապելայում եկել ես Չեքի ջան։ Այո։ Տարիքների ահագին մեծ տարբերություն ունենք, բայց մենք ընկերներ ենք շատ մտերիմ, շատ սիրում հարգում ու
բարձր հայ ազգի Չեքիջյանն է։ Տեղյակ եմ ես շատ լավ ձեր ընկերությունից։ Շատ մենք գնում ենք Հայաստանում գնում ենք իր ամառանոցը Բյուրականում, հա, հենց ինքը գիտես ինչ լավ խաշլավ է սարքում։ Քանի որ առիթ եկել այդ մարդուն մենք էլի երկար առողջություն ու կյանք ցանկանանք, որտեղ այս տարիքում էլի գնում կանգնում ու ղեկավարում ու կանգնում բեմում ու ապրինքը թող շատ ապրի, առողջ ապրի ու մեր ազգից անպակաս լինի ինքը։ Այո։ Կուրկ, ես մի քիչ այդպես շաբլոն հարց, բայց դե պետք է տամ կուրկ ունեցել ես դու քո ասպարեզում։ Չէ, բայց նախընտրած երգիչներ եմ ունեցել, որոնցից շատ բան եմ սովորել, մեր մեծերից Ռուբեն Մաթևոսյանից, Հովհաննես Բադալյանից, չթվարկեմ շատերից մեր, բայց որ այդպես ասեմ կուրկ չէ, բայց իրենց համարում եմ ինձ ուսուցիչ։ Այդ հարցնել եմ ուզում տալ, ուսուցիչ չէ, ես էլ օրինակ թե մենք ես բոլորը գիտեմ Վարդան Աչամյանի կուրսն եմ ավարտել, բայց շատ ես նայել եմ ուշադիր, շունչս բաց, Մհեր Մկրտչյան, միջև այսօր էլ ֆիլմերը իր կատարումները, թատրոնում բեմում բա ինչեր անում այդ մարդը։ Դրանք մեզ ուսուցիչ են, այդ մարդիկ մեզ ուսուցիչ են։ Կարող է ես մի հատ էլ ռուսական մեծ աստղի նայես ու դրանից ինչ-որ բաներ սովորես, կամ Մարտա Սամանյան, չգիտեմ, այլ երկրի։ Մենք բոլորից էսո կյանքում էլ կարան ուսուցիչ։ Մի հատ տիպ կերպար հատկապես ասենք մեր արվեստում դերասանական։ Մի հատ հետաքրքիր տիպ է, որ դու դրանից սովորում ես, դու դրան կարաս մի օր միտեղ վերարտադրես ու դա լինի իրանից սովորում ես իր ամեն ինչը։ Դա ճիշտ է, ես պարտադիր չի որ գնաս իր մոտ անպայման դասի։ Լավ, հիմա ինչով ես զբաղվում։ Դե երգում եմ, միասին էլ ենք ելույթ ունենում Ղազարյան ջան։ Այդ մասին առանձին խոսենք, հիմա այսօր որտեղ ես դու երգում։ Այսօր երգում եմ տարբեր միջոցառումների հարսանեկան, համերգների, ռեստորաններում տարբեր, որտեղից որ հրավեր եմ ստանում, այնտեղ էլ երգում եմ։ Այդ շատ լավ է։ Cosmopolis ռեստորանում արվեստագետը միշտ մի աշխատի ու չգիտես ինչու մեր ժամանակ այդ համարվում էր շատ ոչ պատվաբեր գործ, եթե ռեստորանում էր երգում կանգնում մեր հարսանիքներ երգիչը ոնց կարող է գնալ, բայց ինչ այդ աշխատանք է, էլի իր գործ տանում։ Իհարկե։ Էլի ինքը նույն իր գործ տանում, ինչ որ միշտ անում է։ Ու հետո քիչ-քիչ սովորեցին դրան, որ իսկապես ախր ռեստորաններում էլ բարձր արվեստի արվեստագետ է պետք։ Հարսանիքներում էլ մակարդակով երգիչ է պետք, դա չի որ պատահականին բերեն ասեն երգիչ։ Համաձայն։ Այս որ դա շատ էլ պատվաբեր է ու շատ էլ ու այն մարդիկ կան, որ շատ պահանջված են ու իրարից խլում են ուղղակի շատ։ Իսկ ապագա ծրագրեր բան ունես, այնպես պլանավորած։ Այո, լավ երգ եմ նվեր ստացել ընկերոջիցս, Աբելից Գյուրեղյան, աշխատում եմ այդ երգի վրա, աշխատում ենք միասին, շուտով պատրաստ կլինի, ուզում եմ տեսահոլովակ նկարեմ այդ երգի վրա։ Շատ լավ կլինի։ Ու իրականում 2006 թվականին ես պրոֆեսիոնալ բեմ բարձրացա գուսանական անսամբլի հետ միասին ողջունում եմ մեր բոլոր գուսանականներին, այսպես ասեմ։ 2006 թվականից ես համարում եմ, որ պրոֆեսիոնալ բեմում եմ ու այս տարի իմ բեմական 20-ամյակն է։ Այդ պետքա նշվի։ Մտածում եմ, մտքեր կան, ահագին հետաքրքիր մտքեր կան, պլանավորում ենք այս տարի մի սիրուն բան կկազմակերպենք։ Դուք էլ ներկա կլինեք անպայման։ Անպայման, սիրով։ Իրոք այդ համերգը կարող է եւ շատերը սպասում են մի հատ շատ լավ թիմ հավաքի երաժիշտների, շատ կարող են կոնկերտներն էլ գան քո այդ ելույթ ունենան։ Իհարկե։ Քո համերգն է, մենահամերգն է, բայց կարան գան հետդ մի երգ նվիրեն քեզ ու հանդիսատեսին հետո։ Դե Մարգար ջան, մեր հաղորդման առաջին մասը ավարտվեց, հիմա անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր շատ հետաքրքիր ինձ համար, որտեղ ես քեզ շատ եմ հարգում ու ընդունում, դու իմ ընկերն ես։ Հետո կշարունակենք մեր զրույցը։ Շատ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց գովազդը, շարունակում եմ զրույցս իմ լավ ընկերոջ հետ, Մարգար Եղիազարյանի հետ։ Մարգար ջան, մենք ես ու դու շատ ելույթներ ենք ունենում, չէ, տարբեր նահանգներում, հայաբնակ։ Վերջին անգամ մենք իրար հետ եղել ենք, դու քո երգով, ես իմ հումորով։ Եղել ենք Բոստոնում։ Ես կուզենամ դու այդ Բոստոնի ժողովրդին շնորհակալություն հայտնենք այդ ջերմ ընդունելության համար ու հրաշալի մարդկանց համար։ Ու ես կուզենամ դու մի փոքր խոսես դրա մասին։ Խնդրեմ։ Նախ ասեմ Ղազարյան ջան, որ ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր հետ միասին նույն բեմում։
մեծ պատիվ է։ Ու դե ասեմ, որ ժողովուրդը հանդիսատեսը իմանա մեր շատ լավ ծրագիր ունենք ժողովուրդ ջան Ղազարյանի հետ միասին, ստենդափ եւ երգերաժշտություն ու տարբեր ֆորմատների է արվում, համերգային ֆորմատով է արվում եւ նաեւ ստեղ ընդունված պարահանդեսային ֆորմատով է, նայած թե ոնց են ուզում տվյալ համայնքի ժողովուրդը։ Ու պլանավորում ենք ապագայում քննարկում եմ ճակերտները բացեմ, քննարկում եմ Նյու Յորքի համայնքի հետ, Սան Ֆրանցիսկոյի եւ Թեքսասի համայնքներում պլանավորում ենք հուսանք այս տարի կիրականացնենք այդ համերգները։ Անպայման սիրով կգնանք, ուրախացնենք մեր ժողովրդին, լավ միշտ հիշվող մեր երեկո կթողնենք, ուշ կթողնենք ու կգանք, ոնց որ միշտ զանգում, հիմա դե կապ մարդիկ կան, որ գնում ես, հետո մտերմանում ես զանգում, ես եմ զանգում, ասում եմ ժողովուրդը մինչև հիմա ասված էր ելույթներից է խոսում, թե ինչքան ուրախ լավ անցավ։ Բոստոնում իմ շատ սիրելի, արդեն հիշում եք, օդանավի մեջ հաշվեցի, 10-րդ անգամ էի լինում Բոստոնում, շատ եմ սիրել։ Ու էլի կանչում են մարդիկ, Ես իմ այդ ստենդափով առանձին եղել եմ, ասենք, Նյու Ջերսիում եմ եղել եմ Սիեթլում եմ եղել, Ֆրեսնոյում եմ եղել, մի 5-6-7 դաղդերում եղել եմ։ Ու մեծ բավականությամբ մեծ, իսկ որ երկուսով եք լինում, ավելի հետաքրքիր է։ Դե որ խոսեցինք երգույի մասին ու այս մեր շրջակայությունների բան, մի հատ գեղեցիկ երգ չես տվիրի մեր հեռուստադիտողին ու ինձ։ Մեծ սիրով։ Այստեղ են ասում, գնացինք։ Սիրով։ Բրավո Մարկար ջան, բրավո, շատ լավ էր, հիանալի էր։ Շնորհակալություն։ Ինչ, այդպես իր սիրուն լավ երգեր ունենք մենք, շախով, սիրուն, հավեսով։ Ապրես շատ շնորհակալություն այդ գեղեցիկ պահերը մեզ պարգևելու համար։ Դե խոսացինք, որ ստեղ ուզում ես մի համերգ պատրաստես, մենահամերգ բան քո երգերով։ Իսկ երբ վերջին անգամ երբ ես եղել Հայաստանում։ Ցավոք սրտի 4.5 տարի առաջ շատ եմ կարոտել Հայաստանը, շատ, բայց պլանավորում եմ մյուս տարի գնամ Հայաստան։ Դե ես այդ կարոտի բասի որ ասի, ես հենց նստում եմ ինքնաթիռ արդեն կարոտում եմ, հենց ինքնաթիռի մեջ։ Ես տարին 2 անգամ գնում գալիս եմ իմ պայմանագրին էլ մտածում ես այդ մասից, զբաղվում ես։ Այո, արդեն մտածել եմ, մտքեր քննարկում ենք ընկերներիս հետ անպայման, որ գնացի Հայաստան, անպայման մենահամերգ ունենալու եմ, ոնց որ ասեցիք, իմ ընկերների հետ միասին։ Շատ լավ կլինի։ Նոր երգեր, իսկ ովքեր են քո համար երգեր գրում, թե ու երգն մեր հայկական երգերը վերցնում ես, նորից քո մեկնաբանությամբ ներկայացնում։ Դե նախ այդպես մեր ժողովրդական երևանյան կոմպոզիտորական երգերը նորովի գործիք հավորումներով ներկայացնում եմ սիրուն։ Երգեր ասեցի, Աբելը նվիրել է մի երգ, հուսով եմ շարունակական կլինի Աբել ջան, էլի երգեր կստանամ քեզանից նվեր։ Շատ լավ է, շատ լավ։ Ուրեմն պատրաստում ես այո, աշխատում ենք Քրտնա ջան, Ղազարյան ջան։ Եղել է որ ասեք շատ մեծանուն անվանի երգիչների հետ նույն բեմում ելույթ ես ունեցել, թեկուզ մի երգով կամ հյուրախաղերի ես եղել, մի երգով կամ։ Եղել են մեր հայերից ոչ համաշխարհային դեմքերի հետ, բայց մեր եղել են, այո, անվանի երգիչներ եղել են։ Հա։ Չես թվում։ Դե որ թվարկեմ բոլորին կարողա չթվարկեմ նեղանան որոշն։ Լավ, այսօր դու կայացած, ընդունված, սիրված երգիչ ես։
ում ես համարում, ասենք կուրկ, որպես կուրկ, թե տես բան չունես։ Չէ, Ղազարյան ջան։ Դու մենք ասենք ուսուցիչ ասեցինք, որ ուսուցիչ, Ռուբեն Մաթևոսյան, իսկ կուրկ, էլի Ռուբեն Մաթևոսյանը։ Այդպես չի կարելի ասել կուրտ, բայց այո, իրենցից շատ բան եմ սովորել, հետևել եմ իրենց վոկալ դպրոցին, իրենց ձեռագրին, պրոֆեսիոնալիզմից շատ բան եմ սովորել, որի համար շատ շնորհակալ եմ, իրենք մեծ ավանդ ունեն մեր երգարվեստի վրա։ Իսկապես շատ լավ, մենք երգիչներ ենք ունեցել, երգչուհիներ, ես միշտ սիրել եմ Արաքսակ Գյուլզատյանին եմ շատ սիրել երգչուհիներից։ Հրաշք, ես իր հետ աշխատել եմ։ Ես ուսանող էի ինքը որ գնում էր համերգների շրջանները, մարզերը։ Ինձ տանում էին որպես ներկայացնում է կոնֆերանսիա են ասում, չէ՞։ Հումորով, բանով այդ երեկոն անցկացնում էին ներկայացնելով երգիչներին, երաժիշտներին, բանին։ Չես պատկաստ ինչ հաճույք է ստանում այդ կնոջը։ Ինչքան համով կիներ, շոխով կիներ։ Նույնիսկ պետքան մեծ ինքը տարիքով ես ուսանող ու Հրանտը գիտես ինձ համար ինձ ամենաթանկ իմ ընկերներից մեկը Հրանտը Թոխացյան մի օր դենք իմ վրա է միշտ այնպես կատակներ անում ես իր վրա գիտես ինչ ասեց Աշոտ Ղազարյանն ու Արաքսիա Գյուլզատյանը իրար հետ երգել են Սայատնովայի Վիպուսնոյ վեճերում։ Շատ լավ է։ Արի է ուրախ նոտայով էլ մենք ասենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո շարունակեմ զրույցս իմ լավ ընկերոջ Մարգար Եղիազարյանի հետ։ Գովազդ արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս իմ ընկերոջ հետ Մարգար Եղիազարյանի հետ։ Մարգար ջան, դու ագին փորձ ունես կյանքի, երգի, բեմի, չես ուզենա ասենք քո երգը, քո փորձը, քո այդ կատարումները, քո իմացածը, ձեռք բերածը, ապրածը փոխանցել ասենք եկող սերունդին, երիտասարդ սերունդին, աշակերտներ կամ դպրոց ունես թե չէ։ Անկեղծ ասած սկզբում մտածում էի փորձեցի նմանատիպ մի բան անեմ, որ նոր է տեղափոխվել նահանգներ, բայց դա նախ ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ գործին, որովհետև մենակ երգ սովորացնելով չի, նաև դու կրթում ես այդ երեխուն մի ուրիշ ճանապարհ ես տալիս իրեն ու շատ ժամանակատար է չի հասցնում բայց կարող է մի որոշ ժամանակ անց կարող է նորից փորձեմ մի բան անեմ զբաղվածությունս քանի որ շատ է հասկացա որ եթե պետքա թերի անեմ ավելի լավա չանեմ երբ որ լիարժեք կկարողանամ անել այդ ժամանակ նոր մի դպրոց կհիմնեմ ապագայում հնարավոր է ներկայիս պահին չունեմ աշակերտներ, չեմ զբաղվում դրանով։ Իսկ ինչ կմաղթես այսօրվա մեր երիտասարդ երգիչ երգչուհիներին, ինչ խորհուրդ կտաս։ Խորհուրդ կտամ, որ հարազատ մնան իրենց տեսակին։ Շեղվեն, ոնց որ հաղորդման սկզբում ասեցի Ղազարյան ջան, գումար աշխատելը շատ կարևոր բան է, բոլորիս էլ պետք է գումար ապրելու համար, բայց եթե այդ գումարը խանգարելու է մեր տեսակին, մենք պետքա մեր հարազատ տեսակը դնենք մի կողմ ու ինչ-որ դեֆորմացիայի ենթարկենք մեզ, կոպիտ ասած փոխաբերական իմաստով եմ ասում, չարժի։ Մնան իրանց տեսակի մեջ, իրենց լիքը շատ հաջողություններ եմ մաղթում։ Վերջին ես ուզում եմ մի հարցնել տա, որից հետո ասենք մեր իրական պատմություններին։ Ինչը քեզ բերեց այս երկիր։ Ես հասկացա, որ այստեղ անելիք ունեմ ու ճիշտ էլ հասկացել էի, ես այստեղ ահագին անելիք ունեմ ու անում եմ, որ հասանելի եմ դարձնում իմ երգը այն նահանգներում, գիտեք արդեն Ղազարյան ջան, որ այնպիսի նահանգներ կան, այնպիսի հայկական համայնքներ կան, որ հայ երգը հասանելի չի, բայց մենք գնում ենք իրենց հասանելի ենք դարձնում։ Իրենք չեն կարող գալ ամեն անգամ Լոս Անջելես համերգի մասնակցեն կամ գնան Հայաստանում համերգի մասնակցեն։ Մենք ավելի միասին նաև ու ես էլ առանձին հասանելի ենք դարձնում երգը մեր հայ ժողովրդին, որի պահանջը որ կա, կարոտը կա, ես ամեն անգամ այդ տեսնում եմ իրանց աչքերում։ Թե թող պահանջեն, կարոտած, մենք էլ կգնանք, ուրախացնենք իրանց ու կգանք։ Այո։ Լավ։ Հիմա մենք անցնում ենք մեր իրական պատմություններին եւ անեկդոտներին։ Դու գիտեիր որտի պատմես։ Լսում եմ ուշադիր։ Այնքան շատ են, որ չգիտեմ որ մեկից սկսեմ։ Քանի որ խոսեցինք Գոհար խմբից, դե որ Գոհարի համերգները
պետք է արդեն սկսվեր, մենք 3-4 ամիս առաջ արդեն սկսում ենք փորձերը։ Շատ խիստ կանոնավոր կերպով փորձերի ենք գնում, դե խումբը Գյումրիում էր գտնվում, մենք Երևանից շաբաթը 3-4 անգամ եղել է, որ գնացել ենք, ամեն շաբաթ։ Ասենք արդեն այդ ճանապարհից էլ էինք հոգնե։ Մի օր ընկերներից հետ ես եմ Վարդանը Բադալյան, Արմենը Դավթյան ու մեր վարպետ Հախվերդյան Գագիկը Դհոլահար։ Առաջարկեցի կոնսերվատորիայի մոտից, որ շարժում ենք, ասեցի Ժողովուրդ ջան, կարող է այսօր ուրիշ ճանապարհով գնանք, Թալինով չգնանք։ Եկեք Աբարանով գնանք Սպիտակով, Քնտունիկում էլ կկանգնենք, հաց կուտենք ու Սիրուն տեսարանը վայելելով կգնանք։ Ճիշտ է, մի քիչ երկար է, մի 10-20 կիլոմետր ոնց որ երկարում է ճանապարհը, բայց լավ է, լավ ճանապարհ է։ Ասեցին լավ միտք է, գնացինք, հաց կերանք, շարունակում ենք, արդեն հասել ենք Գյումրի մի քիչ էլ ուշացած փորձից իմ պատճառով ու ասեցի Վարպետ ջան, Գագիկին Հախվերդյան, ասա որ լավ միտք էր, ինչ սիրուն տեսարաններով եկանք, ճանապարհը հարթ, հա, շատ լավ էր, էլի չասեց, շատ Մարգար ջան, ես շատ գոհ եմ։ Սրանից հետո ասեց, որ Մասիս Արտաշատ գնալու լինեմ, գալու եմ սենց Ագոն լավ հումոր ունի, շատ լավ հումոր ունի, իմ էլ լավ ընկերն է։ Ուրիշ պատմություն, անեկդոտ էլ ես գիտեր, չէ՞ պատմություն։ Հա, կպատմեմ։ Ուրիշ պատմություն, ուրեմն բոլորի տնից տեղից հեռու սքո արարողության ենք մասնակցում ընկերոջս հետ։ Ցավոք սրտի, ոնց ասեմ, այս մահացողը շատ վատ մարդ էր, իրոք, որ ասում եմ մահացածի հետևից չեն խոսում, բայց իրոք շատ վատ մարդ էր Ղազարյան ջան, ոչ մեկ ոչ մի լավ բան չէր խոսում այդ մարդու մասին, բայց դե պետքա գնանք, չենք կարա չգնանք ներկայացնալու, ուրեմն այն վերջում, որ հոգեհացի են մասնակցում ժողովուրդը, Տեր հայրը խոսելուց հետո հարևաններ, բարեկամներ, տարեց մարդիկ վեր են կենում, խոսում են, չէ, բաժակաճառ են ասում։ Բոլորը լավ խոսքեր են ասում։ Հա տենց է։ Անենց են գովաբանում, անենց են մեծարում ես մարդը։ Ինչ մարդ էր, բա։ Ընկերս սենց խփեց ոտից, ասեց Մարգար ջան, կարող է սխալ թաղում ենք եկել ենք։ Սխալ թաղում։ Մի հատ էլ ունեի, չէ, մի հատ էլ հետաքրքիր բան ունեի։ Հա։ Ուրեմն Արմենին էլ որ հիշեցի ընկերոջս բարևներ Արմենին, Դավթյան իմ լավ ընկերն է, որ էլի ապրում է Լոս Անջելեսում։ Այդ համերգային շրջագայության տարիներին էր։ Գնացինք, լավ համերգները անցավ, հետ եկանք։ Հետո որոշ ինչ-որ մարդիկ դժգոհ էին եղել վարձատրվելուց, հասել էր վերևներ, դժգոհությունը ու հեռացրել էին խմբից իրանց։ Հիմա ես գիտեմ ինչի համար են հեռացրել, Արմենը չգիտի։ Ու գնացել ենք ժողով կա, այդ հեռացվածները բնականաբար չկան այդ ժողովին։ Հիմա Արմենը հետևիցս Մարգար խիչ կան, անուններ ա տալիս, խիչ կան, խիչ են եկե, բա իրանք խիչ են եկե, ասի սենց դժգոհություն ա եղել, գումարային, ընկելա շեֆի ականջը հանել ա խմբից իրանց բան, բա որտեղ են խոսացել, որ ընկելա շեֆի ականջը, ասեցի լիֆտի մեջ, հոթելում, լիֆտի մեջ խոսացել են, մեկը խաբար ա տվել, բան։ Արմենս մտածեց լիֆտի մեջ, ասում եմ, հա, թե ասա ձեր տունը շինվի լիֆտ խի եք նստում։ Արմենն էլ շատ լավ հումոր ունի։ Հա, շատ։ Հիմա սպասում ենք անեկդոտին։ Անեկդոտին։ Երկու ընկեր զրուցում են իրար հետ։ Մեկը շատ ծխող ա լինում, շատ 2-3 պաշկա ծխում ա օրը։ Այն մի ընկեր ասում մի ծխի, էլի մի ծխի, տես անգամ վրան գրած ա ծխելը կրճատում է մարդու կյանքը։ Այն ընկեր ասում է, ոնց է կրճատում, մի հատ բացատրի հասկանամ, չեմ հասկանում, ոնց պետք է կրճատի։ Ասում է օրինակ տես, դու քանի տարեկան ես։ Ասում է 40։ Այ ասում է որ չծխեիր, հիմա 80 կլինեիր։ Շատ լավ։ Ուրիշ կարաս տեղը էլի իրական բան պատմես։ Իրական կամ անեկդոտ, կարճ, ուղղակի կարճ, որտեղ մեր ժամանակ արդեն սպառվում է։ Շատ լավ։ Ուրեմն
էլի այդ շրջագայության տարիներին էր Արմենի, որ հիշեցի Արմենի հետ կապված դեպք կա էլի։ Հոգնած գնում ենք հոթել, որ պետք է հանգստանանք, ասեցի ավտոբուսի մեջ ենք, ասի չեմ կարողանալու քնեմ, նենց հոգնած եմ, չեմ կարող քնեմ, ասես մի բան ասեմ, ես անում եմ, լավ քնում եմ, դու էլ արա։ Ասես ջուր եմ լցնում վաննայի մեջ, մի 15-20 րոպե պարկում եմ, հետո անես լավ եմ քնում, ասի լավ բան ես ասում, շատ լավ հոթել է, մաքուր 5 աստղանի հոթել է, Արամ ջան, ասի, բայց ես մի քիչ զզվող եմ, չեմ անի այդ։ Ասի անգամ հետս եթերային լեզվով ասեմ, հողաթափեր եմ բերել։ Դամաշնիկ։ Հա ժողովրդի լեզվով ասած ինչ են ասում, չստիկ, ասի դրանով եմ լողանում, որ Արմենը մտածեց ես տենց հակնում նոր եմ լողանում կանգնում վանի մեջ, ասեց, օ, մտածում ես կարող է ինչ-որ մի բան, հա, տենց սնկային։ Ասեցի դե հա չի բացառվում։ Ասեց ես էլ եմ կստիկներով պարկում։ Շնորհակալություն Մարգար ջան, շնորհակալություն որ ժամանակը թարու եկար, գիտեմ շատ զբաղված ես։ Շնորհակալություն, սպասում ենք քո մենահամերգներին, հաջողություններ եմ մաղթում սրտանց, մինչ նոր հանդիպում, այսքան բան։ Ես նույնպես շնորհակալ եմ Ղազարյան ջան։ Հարգանքներս։ Հարգանքներս։ Կցեմ։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր հրաշալի երգիչ Մարգար Եղիազարյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Սատանայից 3 փետուր պոկվեց։ Մեկը գնաց սոսնձվեց փողին, մյուսը իշխանության աթոռին, մյուսն էլ տգետին։ Այդ օրվանից մինչև հիմա սատանան էլ ոչինչ չի անում։ Այսքան բաց սիրելի բարեկամներ, միշտ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Մտեք։ Մտեք։ Համեցեք։ Բարև ձեզ, բժիշկ ջան։ Բարև ձեզ։ Կարելի է։ Իհարկե, համեցեք, ասեք։ Բժիշկ ջան։ Նատից բացատրի, մի բան բացատրի։ Դու անցյալ անգամ որ եկել էի մոտդ, հիշում ես որ ասեցիր ներվերս բուժելու համար, պետքա սիրուհի պահեմ։ Իհարկե, այդ ամենալավ մեթոդն է, փորձած մեթոդը եւ աշխատում։ Ապրես, դե արի հիմա կնոջս բացատրի, որ ես բուժվում եմ, բուժվում եմ։